Armenian Life Telegram channel. Добрый вечер, уважаемые подписчики и слушатели. Рады приветствовать вас на нашем телеграм-канале Armenian Life. Сегодня у нас в гостях министр территориального управления и инфраструктуры Республики Арцах Ханумян Хайк Рубенович. Добрый вечер, господин министр. Позвольте выразить нашу благодарность, что приняли наше приглашение. Сегодня мы собрались, чтобы задать вам интересующие вопросы касаемо нашей Родины. Համեցեք ուրախ եմ այս հնարավորության համար։ Надеюсь, вы не против, если вопросы будут на русском языке. Չէ, որևէ խնդիր չկա, համեցեք։ Мгм. Ну, позвольте, первый вопрос озвучу я. Итак, что вы думаете по поводу конфликта в Арцахе и процессу его урегулирования? Спасибо. Կարևոր բառը այստեղ հակամարտությունն է, ակնհայտ է, որ գոյություն ունի միջազգային վեճ։ Այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ Ղարաբաղյան հարց գոյություն չունի եւ այդ հարցը ինքը լուծել է, բայց ակնհայտ է, որ առնվազն ԵԱՀԿ Մինսկի համանախագահները Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան խոսում են միջազգային վեճի մասին, հակամարտության մասին։ Եվ խոսում են դրա չկարգավորված լինելու մասին։ Ես կարծում եմ, որ մեր գերագույն նպատակը պետք է լինի հնարավորինս շատ հայ պահել Արցախում, որպեսզի այդ հակամարտության լուծման պահին կամ իրողությունների բարենպաստ զարգանալու պահին կարողանանք հակամարտությունը լուծել այնպես, որ Արցախը լինի մնա հայկական։ Պատերազմից առաջ ես այլ ձևի կխոսեի, կասեի, որ հարկավոր է այս 12000 քառակուսի կիլոմետրը արագ բնակեցնել, պաշտպանության մասին խոսել եւ այլն, սակայն այսօր խոսում ենք ընդամենը մինիմալից, այսինքն հնարավորինս շատ հայ պահել այս 3000 քառակուսի կիլոմետրի վրա, փորձել ոտքի կանգնել եւ փորձել հարցի լուծում տալ ապագայում, երբ որ կգա կարգավորման փուլ։ Спасибо. Следующий вопрос. Артем, пожалуйста. Приветствую вас, господин Ханумян. Хочу выразить вам свое уважение за участие в войне, и раз мне выпала такая возможность, то поблагодарить вас лично за защиту Хацаберда, Дизапайта и древнего монастыря Катару. Мой вопрос будет связан не с войной, мой вопрос будет связан с жизнедеятельностью Арцаха. Недавно поступила информация, что с ноября 2020 года фактически ассигнования в Арцах приближаются к 100 миллиардам драм. Так как это довольно большая и внушительная сумма, у меня возник закономерный вопрос. Как обстоят сегодня в Арцахе дела с коррупцией? Какие есть продвижения в этом вопросе? Какие шаги конкретно делаются для борьбы с ней? И какие работы ведутся? Все-таки почти 200 миллионов долларов – это большие средства, которые хотелось бы, чтобы были применены по назначению для установления более комфортной и удобной жизни наших граждан. Спасибо. Շնորհակալություն։ Արցախի բյուջեն մոտավորապես 250 միլիոն դոլար է, այսինքն 125 միլիարդ դրամի կարգի է։ Ժամանակին միջև պատերազմը այս գումարի գրեթե 55-60%-ը հավաքվում էր Արցախում հարկերի տեսքով, իսկ մնացածը միջպետական վարկի ձևով գալիս էր Հայաստանից։ Քանի որ հետպատերազմական շրջանը եւ հարկային բազան կորցրել ենք մեծ հաշվով, շատ մեծ հարկեր հարկատուներ ուղղակի դադարել են հարկեր վճարելուց, գումարի հսկայական չափը գալիս է Հայաստանից, այսինքն այդ նույն բյուջեի չափով ինչպես նախորդ տարի, այս տարի եւս կար մի բացառությամբ, որ փոփոխություն կատարվեց բյուջեում մայիսին եւ գրեթե 100 միլիարդով ավելացվեց, որը հիմնականում վերաբերում է կորցված
ունեցվածքի ով որ ունեցվածք է կորցրել իրենց աջակցության ծրագրերի խոսքը տրանսպորտային միջոցների անասնագլխաքանակի տարբեր արտադրություններ կորցրածների մասին է կոռուպցիայի վերաբերյալ չգիտեմ ավելի լավ կլինի դա հարցնել այսօր ընդդիմությունից կարծում եմ իրենք պետք է դրա ակտիվ հետևեն ամենայն դեպս տարբեր չարաշահումներ եւ այլն նույնպես ընթացքում լինում են օրինակ մենք մոտավորապես 40 համայնքի ղեկավարի գործ ուղարկել ենք դատախազություն աջակցության ծրագրերում եղած չարաշահումների վերաբերյալ ինչ վերաբերում է շինարարական գործընթացներին ապա պետք է ասել որ հիմնականում խոշոր շինարարությունը տեղի ունենում Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցով իրենք տենդեր են հայտարարում եւ ընտրում հաղթողներին այդ ընկերություններն էլ իրականացնում են շինարարությունը եւ դա Արցախի իշխանությունների լիազորություններից դուրս է բացի այդ 100 միլիարդ դրամից որ Հայաստանը վարկել է Արցախ նաեւ խոշոր շինարարական աշխատանքներ են գնում որոնք ֆինանսավորվում են Հայաստան համահայկական հիմնադրամի կողմից ինչպես գիտեք առաջիկա 3 տարիներին Հայաստան համահայկական հիմնադրամը 220 միլիոն դոլարի կարգի գումար է ծախսելու Արցախում 6000 տան շինարարության համար Мерси, пардон, Ханумян. Спасибо большое. Кандализа, пожалуйста, ваш вопрос. Всем добрый вечер. Господин Ханумян, на данный момент у меня 2 вопроса. Первый вопрос. Что же случилось у сел Хацаберд и Хинтагер, и как эти села оказались у азербайджанцев? Кто виноват, по-вашему? Հինթաղեր եւ Խծաբերդում ես եղել եմ հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 1-ը հոկտեմբերի 14-ից գնացել էի երկու հոգով են գնացել այնուհետև Ստեփանակերտից ավելի մեծ խումբ եկա մեր ընկերներով եւ տեղի գյուղացիներին կազմակերպեցինք հոկտեմբերի 21-ից սկսած այդտեղ արդեն նաեւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ միասին ուղղություն կար հոկտեմբերի վերջին երբ որ ադրբեջանցիները արդեն Խծաբերդի բարձունքներից մեկը գրավել էին մենք այնտեղ այդ բարձունքը հետ վերցրեցինք իրենց ոչնչացրինք եւ գյուղ ազատագրեցինք եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների հետ միասին նաեւ հին թաղերի ուղղությունը թշնամու առաջ գալը կանգնեցինք Խանձաձոր գյուղ կա Հադրութի այդ ուղղությամբ եւ թշնամուն կորուստներ պատճառեցինք այնուհետեւ ես նոյեմբերի 10-ին մենք մտադիր ենք նաեւ Արփագետի գյուղ կա Խծաբերդից ներքև այդ գյուղը ազատագրել սակայն համաձայնագիրը եղավ եւ գործողություններ տեղի չունեցան դրանից հետո մինչեւ նոյեմբերի վերջ մենք մարտական հերթապահություն ենք իրականացրել Խծաբերդում, հին թաղերում, այդ ընթացքում ռուս խաղապահներն են եկել նշել են մեր գտնվելու տարածքները, որովհետև այդ տարածքները պատկանում են համաձայնագրի այն կետին, որով որ զորքերը որտեղ որ կան, այնտեղ էլ պետք է մնային։ Այդ ընթացքում մենք դիակների փոխանակում ենք կատարել սպանված ադրբեջանցիների դիակներն ենք հանձնել։ Ես անձամբ գնացել եմ դեպի Կուբաթլու այնտեղից մեր սպանված զինվորների դիակներն եմ օգնել բերել ենք եւ այլն դեկտեմբերի 1-ին մեզ փոխարինեցին նոյեմբերի 30 դեկտեմբերի 1 Արմավիրի եւ Գյումրու կադրային գնդի զինծառայողները նորմալ ասեմ որ դրանք հին թաղերում եւ Խծաբերդում բավականին լավ ամրացված դիրքեր էին ապահոված էին ամեն ինչով եւ դեկտեմբերին դիրքերից իջնելիս ես նույնպես զանազան թե կապի միջոցներ, թե վառելիք, թե սնունդ, մի խոսքով ամեն ինչ էլի կրկին ուղարկել ենք այդ տղաներին։ Դեկտեմբերի 12-ից 14-ը տեղի ունենում ադրբեջանցիների հարձակում։ Ցավոք սրտի այնտեղ մեծ փոխարինած զորքերը մի մասը փախչում են,
Ընդամենը մեկ դիրք է բանանում, մարտի հրամանը կատարում, այդ տղաները 11 տղա 9 զոհվում են, երկուսը վիրավոր գերի ընկնում, միջև վերջին փամփուշտը կռվում են, իրենք այդ վիճակում հայտնվում են, որովհետև իրենց ընկերները դա արմավիրի կադրային գնդի տղաներն էին, ուղղակի թողել էին դիրքերը եւ փախել։ Ադրբեջանցիները հնարավորություն են տալիս Լիզափայտի, Հինթաղերի եւ Խծաբերդի դիրքերը պահողներին հեռանալ, Խծաբերդում արդեն Գյումրի բանն են, բայց եւ Արփագետիկ գյուղի վերևում դիրքավորված 62 հոգանոց խմբի նույնպես առաջարկում են, ասում են, տեսեք, ձեր ընկերներին թողել ենք, իրենք գնացել են, դուք էլ թողեք գնացեք, տվեք զենքերը եւ գնացեք, սրանք հանձնում են զենքերը եւ հայտնվում Բաքվում, գերու կարգավիճակում։ Ես կարծում եմ, որ այս քանի որ դեռ գերիներ կան Ադրբեջանում, Բաքվում, այս խմբից, ես հրապարակային սրա մասին չեմ խոսել, ուզեի, որ ձեր մեջից էլ դա դուրս չգար, բայց ես իրենց համարում եմ դավաճաններ, որոնք իրենց վստահված մարտական դիրքերը լքել են, հանձնել են թշնամուն, չեն կատարել մարտի հրամանը եւ չեն պահպանել այն տարածքները, որը մենք բազմաթիվ զրկանքների գնով 44 օր շարունակ գտնվելով ինտենսիվ հրետակոծության, Սմերչի, չգիտեմ, Գրադի, Տեր 107 զենքի, ականանետի եւ այլնի հրետակոծության ներքո, այնուամենայնիվ այդ դիրքերը ամրացրել ենք, պահել ենք, թշնամուն հետ ենք շպրտել, իսկ այս տղաները ընդամենը ավտոմատներով զինված թշնամու առջև նախընտրեցին փախչել։ Սա է ամբողջ Խծաբերդի պատմությունը, որը իրականում ողբերգական պատմություն է, բայց նաև կարծում եմ պարտության պատճառները հստակ պետք է վերլուծենք, որպեսզի հետագայում նման դեպքերից խուսափենք եւ առիթ չտանք ինչ-որ լեգենդների կամ միֆերի։ Спасибо большое. И второй вопрос по поводу статуса Арцаха. Как вы оцениваете работу Минской группы ОБСЕ насчет определения статуса Арцаха, а также заинтересованность Франции и Соединенных Штатов во всем этом? Կարծում եմ ոչ միայն Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, վերջերս նաեւ Ռուսաստանն է կողմնակից ակտիվացնելու Մինսկի խումբը, որովհետև միայն ակամարտության արկայության դեպքում է հնարավոր խաղաղապահ զորքեր ունենալ։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը ակտիվորեն աշխատում է, որպեսզի ռուսական խաղաղապահները դուրս գան Արցախից։ Ռուսական խաղաղապահների դուրս գալը Արցախից կնշանակի Արցախի հայաթափում այս պահին։ Եվ միակ տարբերակը Մինսկի խմբի այդ ֆորմատը վերականգնելն է։ Իսկ կարգավորման շուրջ, հակամարտության կարգավորման շուրջ, կարծում եմ ակտիվ գործընթաց չկա, որովհետև Ադրբեջանը մերժում է հակամարտության առկայությունը, ինքը համարում է, որ Ղարաբաղյան հարցը լուծել է, եւ տվյալ պարագայում առաջնային քայլը հենց Մինսկի խմբի ձևաչափը վերականգնելն է լինելու, որը նաեւ մեծ հնարավորություն կտա օգտվել որոշակի ժամանակահատվածից եւ ոտքի կանգնել։ Спасибо большое, благодарю. Спасибо вам. Следующий вопрос. Уильям, пожалуйста. Приветствую вас, господин Ханумян. Очень рад возможности вас слушать. Так же, как и Артем, хочу вас поблагодарить в участии в защите Арцаха. У меня есть к вам два вопроса, я сразу же их озвучу. Вы уже смотрите, с какого начать ответ. Первый мой вопрос. Кто виновен в падении Шуши? Было ли там предательство и насколько соответствует действительности сообщение о бегстве некоторых высокопоставленных командующих? И была ли полная помощь Армении
во время войны, в полном ли объеме поступало и оружие, и солдаты во время последней 44-дневной войны. Спасибо, господин Ханагян. Շնորհակալություն Շուշի մասին շատ բան ասել չեմ կարող, որովհետև այն հատվածը պատերազմի, որին ես եմ մասնակցում, Շուշից կտրված էր եւ տեղեկությունները մեզ կծկտուր են հասնում եւ մի քիչ դժվարանում եմ վերլուծել այնտեղ իրավիճակը, որովհետև այնքան էլ լավ չեմ պատկերացնում, կարծում եմ ուղղակի վատ կազմակերպման հետևանքով է ուղղակի այդ ամեն ինչ այդպես ստացվել։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից օգնությանը, ապա հայաստանյան տարբեր ստորաբաժանումներ, զորամիավորումներ իհարկե մասնակցել են եւ մեզ մոտ նույնպես նմանապես Տավուշի մարզում տեղակայված գնդերից առանձնացված հրետանավորներ կան, մինամյոտներ կային, ականանետային հաշվարկներ կային եւ բնականաբար ինչ որ ձևով համագործակցություն այսպես թե այնպես տեղի ունենում էր։ Սակայն կարծում եմ, որ Հայաստանի գլխավոր շտաբը պատրաստ չէր այս կարգի պատերազմի կառավարմանը եւ կարծում եմ, որ իրենք էլ ամբողջովին կազմալուծվել են կառավարման մասին է խոսքը, որովհետեւ ես մեզնից մեր հարևանությամբ հարավային ուղղություններ, որը Տիրան Խաչատրյանն էր ղեկավարում եւ ես տեսել եմ ինչպես է նրանց կառավարումը ամբողջովին կազմալուծված, ինչպես էին ամբողջական ստորաբաժանումներ ուղղակի ոչնչացվում թշնամու կողմից սխալ կառավարման հետևանքով։ Ես ավելի շատ կվերագրեի ոչ թե դավաճանության, այլ անպատրաստության, նմանատիպ պատերազմին պատրաստ չլինելու, նաև որոշակի լճացման մեր գլխավոր շտաբի գեներալիտետի մոտ, որովհետև մենք տարիներ շարունակ գովել ենք տարբեր գեներալների, ասել ենք, որ այս ինչը կամ այն ինչը շատ լավ գեներալներ են, այս պատերազմի ժամանակ պարզվեց, որ առանձնակի գիտելիքներ էլ չունեն ժամանակակից մարտի վարման հետ կապված։ Եվ սա էր ամբողջ ողբերգությունը։ Ընդհանրապես ես հեռու եմ պատերազմի պատճառների, պարտության պատճառների մեջ դավաճանություն փնտրելուց, որովհետև դա սխալ ուղղությամբ է տանում, որովհետև պարտության պատճառները պետք է հատիկ-հատիկ ուսումնասիրել։ Հատիկ-հատիկ պետք է ուսումնասիրել եւ հասկանալ ինչու այսպես ստացվեց, որպեսզի հաջորդ անգամ նման սխալներ թույլ չտան։ Ինչի օրինակ թշնամին հիմնական ուղղությունը ընտրեց Հադրութը, ոչ թե ասենք Մարտունու շրջանը, չնայած Մարտունու շրջանը նույնպես ամենաշատ ավիա հարվածներ եւ հրետակոծված շրջաններ, բայց Մարտունով փաստորեն ճեղքում չեղավ, բայց Հադրութով եղավ։ Ինչու կարծում եմ պատճառներից մեկը այն է, որ Հադրութի շրջանը քիչ բնակեցված էր, թեր բնակեցված էր, եւ եթե նա ունենար գոնե Մարտունու չափ բնակչություն, միգուցե թշնամուն Ջեբրայելի կողմերը հենց կկանգնեցնեինք եւ պատերազմը այլ ավարտ կունենար։ Եվ բազմաթիվ այլ պատճառներ, սկսած պատրազինությունից, ամրաշինական կառույցներից միջև տարբեր գործոններ։ Կարծում եմ մենք պարտության համար պարզ պատճառներ չպետք է գտնենք։ Բավականին հեշտ է ասել, որ Պողոսը կամ Պետրոսը դավաճաններ են, իրենց պատճառով կորցրեցինք այս շրջանը կամ այն շրջանը, բայց կարծում եմ դա սխալ ուղղությամբ է տանում եւ երբեք մեզ նոր հաղթանակների չի բերելու։ Եթե ուզում ենք նոր հաղթանակներ, պետք է հստակ վերլուծենք պարտության պատճառները, գտնենք մեր թույլ կետերը, այդ թվում հրամանատարական, այդ թվում պատերազմի կառավարման, այդ թվում քաղաքապաշտպանության, այդ թվում դեմոգրաֆիկ եւ այլն, եւ փորձենք այդ խնդիրներին լուծում տալ։ Спасибо большое. Артур, Спасибо. пожалуйста, вам слово. Ռոզի ջան, շնորհակալություն Աշոտին, ուղի բանը թող Աշոտին հնարավորություն տուր, մեկ է Հայկազին, ես խոսեմ։ Хорошо, Ашот, пожалуйста, ваш вопрос. Բարև ձեզ հարգելի Հայկ Հանունյան, բարև ժողովուրդ ջան ձեզ։
պարոն Խանոյան, ձեզ հարցն եմ կապված հաջորդի ուղղությամբ ուղղակի մի հատ հարց կա, մեզ ձեր կարծիքով Արթուր, ես եթե ճիշտ լսեցի, ընթացքում ճիշտ է զանգ ստացա, դուք հարավային հատվածում եք, հա, եղել։ Տեսեք, մենք հարավ, այսպես ասեմ, մեր հատվածը դա Հադրութի շրջանի եւ Քաշաթաղի շրջանի սահմանամերձ տարածքն է, այսինքն Հադրութի ծայրամասային գյուղերն էին, Խծաբերդը, Հին Թաղերը եւ Խիզապատ լեռը, որից այն կողմ Ջեբրայիլն էր դեպի արևմուտք, Ջեբրայիլն ու Հադրութն էին եւ դեպի արևելք եւ դեպի արևմուտք Քաշաթաղի շրջանը, Լաչինի նախկին շրջանը եւ Կորնիձոր, Գորիս եւ այլ Սյունիքի մարզի այս հատվածներն են։ Հասկացա։ Ես ձեզ մի հարց ունեմ, իսկ դուք ինչ եք կարծում Հադրութի անկման հետ, ըստ ձեզ մեղավորություն ունի Արթուր Աղաբեկյանը, թե ոչ։ Չէ, ես չեմ կարծում Արթուր Աղաբեկյանը Հադրութի ուղղությամբ անկման հետ կապված մեղավորություն ունի, կարծում եմ Հադրութը կորցնելուց հետո Արթուր Աղաբեկյանը արդեն սկսեց զբաղվել Հադրութի գյուղերի աշխարհազորայինների կազմակերպմամբ, չեմ կարծում թե իրեն դա լավ հաջողվեց, բայց ամենայն դեպս մեղքի մեղավորություն իր վրա դնելը սխալ կլինի։ Գիտեք ինչպես էր պատերազմը, որպեսզի ճիշտ պատկերացնենք։ Ամբողջ պատերազմի ընթացքում գրեթե պաշտպանության ամբողջ բանակը մնաց իր խրամատներում։ Առաջնագծում մեր պաշտպանությունը մի գծանի պաշտպանություն էր, այսինքն մենք խրամատներ ենք փորել մեր սահմաններում, հենակետեր անաշինական կառույցներ ենք արել, մտել մեջը տեղից պաշտպանվում էինք։ Հարավային ուղղությամբ եղավ մի փոքր ճեղքում, թշնամին մտավ մեր թիկունք, իսկ թիկունքում մենք ընդհանրապես զորքեր չունեինք։ Եվ այդ ժամանակ արդեն սկսեցին ասել, որ լավ ժողովուրդը թող պաշտպանվի, թող կազմակերպվի եւ այլն։ Այստեղ ա եղել մեր գլխավոր ստրատեգիական սխալը, երբ որ մեր թիկունքը թողել էինք անպաշտպան։ Իսկ այս պատերազմում թշնամին առաջինը սկսեց խփել թիկունքին։ Առաջին հարվածները ամենաթիկունքային տեղերում խփվեցին, հոբ համակարգերին, զինապահեսներին, քաղաքացիական օբյեկտներին, կամուրջներին, ամենախոր թիկունքում։ Երբ որ նայում ենք մեր քաղաքացիական պաշտպանության պլանը, այնտեղ գրած էր, որ պատերազմի դեպքում առաջնագծի ժողովրդին տարհանում ենք երկրորդ գիծ, հետո երրորդ գիծ, հետո խոր թիկունք։ Բայց թշնամու առաջին հարվածները եղան հենց խոր թիկունքում, այսինքն ամեն ինչ խառնվեց իրար։ Եվ այս դեպքում իհարկե տարբեր մարդիկ կազմակերպչական առումով ձախողվել են տարբեր տեղերում, բայց իրենց մեղավոր համարել պատերազմի պարտության մեջ կամ ինչ-որ տարածքներ կորցնելու մեջ այնքան էլ ճիշտ չի, քանի որ նույն Արթուր Աղաբեկյանը քաղաքացիական անձ էր, ոչ զինվորական, իր ձեռքի տակ ոչ բանակ ուներ, ոչ էլ համապատասխան ինֆորմացիա զորք կառավարելու համար։ Եվ պարոն Խանոյան, եւս մեկ հարց ունեմ, ժամանակին եթե չեմ սխալվում, Պետրոսի հաղորդաշարում Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ասաց, որ ամբողջ Արցախի օդը փակ է եւ ժամանակին ոչ մենակ Արցախի օդներ բաց, այլ նաեւ Ստեփանակերտի օդներ բաց, հա, ապրիլյան դեպքերից հետո խոսենք։ Իսկ այս պատերազմից հետո ինչպես կմեկնաբանեիք պարոն Արայիկ Հարությունյանի խոսքերը, ասես էլի։ Ճիշտն ասած, այդ օդը փակ լինելու վերաբերյալ խոսքերը, որ գոյություն ունեն, այսինքն մարդիկ միշտ բան են, չէ՞, նախկին պատերազմներն են աչքի առջև ունենում։ Եվ 16 թվականի ժամանակ օգտագործող անօդաչու թռչող սարքերը, դրանց բարձրությունները եւ այլն հաշվի առնելով, պետք է ասել, որ այդ ժամանակաշրջանի համեմատ
բավականին հագեցված էր հակաօդային պաշտպանության միջոցը, թե խոսքը թե ASA տեսակի հոբ համակարգերի, թե հատկապես տոր համակարգերի, որոնք իրենց բավական լավ դրսևորեցին այս պատերազմի ժամանակ, դրանց մասին էր եւ բազմաթիվ այլ ավանդական հոբ համակարգերի, բայց երևի ոչ Արայք Հարությունյանը, ոչ զինվորականությունը պատկերացում չէր կարող պատկերացնել, որ բայրակթարներ են օգտագործելու, որոնք 8000 եւ ավելի մետր բարձրության վրա են թռչում կամ այնտեղից են կառավարվում եւ չգիտեմ Թուրքիայի զինված ուժերը, ասենք Էրզրումից օգտագործելով իրենց ռազմաօդային ուժերի հզորությունները, օգտագործելու են իրենց հզորությունները այս պատերազմում Ադրբեջանին օգնելու նրա հարվածային կամ հետախուզական անօդաչու սարքերը ուղղորդելու համար։ Շատ կարևոր մի հանգամանք նույնպես ադրբեջանական բանակի հրամանատարությունը իր որոշումները կայացնում էր on-line տվյալների հիմքի վրա, որը ենթադրում էր արբանյակից անընդհատ ինֆորմացիայի հոսք դեպի հրամանատարական կետեր, իսկ մեր հրամանատարությունը փաստորեն այդ հնարավորությունից զրկված էր, քանզի Հայաստանը ոչ արբանյակ ուներ, ոչ էլ երբևէ վարձակալել։ Սա նույնպես տարբերության մասին նախորդ ու ներկա պատերազմների։ Եվ եւս մեկ հարց տամ ու այդքան սահմանափակ եմ կարող լինել, իսկ սու 30-ները պատել են։ Աշրջանքներս բայց շատ մարդկանց սպասում իրանց երթը անցնենք ուրիշ մարդկանց, որտեղ ժամանակը շատ քիչ է, 4 հատ հարց շատ կներես, բայց չի ստացվի։ Անցնենք ուրիշ հարցերի։ Լավ, Ռուս շարունակի։ Следующий вопрос. Хайкас, пожалуйста, ваш вопрос. Իմը даже հարց չի, ես просто այդ դավաճանների վերաբերյալ մեր երկու բան էի ուզում ասեմ, մի հատ էլ ուզում էի հարց տամ, որ դուք ասում եք, я в общем, давайте на русском скажу, мне так удобнее будет. Когда говорится, что не надо всю вину сваливать на предателей, кто предавал, ну, я считаю, что надо 80% вины именно возложить на них, потому что, как говорится, рыба гниет с головы. Я в армии служил в Нагорном Карабахе 2 года, я служил в погранвойсках, и я там видел, какое там у нас оружие, какое там вообще плачевное состояние, как там стояли вот эти вот грузовики, которые никогда в жизни не заводились и никогда бы они не завелись. Я все это видел своими глазами. И мы очень хорошо знали то, что если что-то начнется, ну, наша жизнь будет там 2-3 минуты, все, потому что то оружие, которое там у нас есть, ну, этим оружием ничего не сделаешь. Мы сейчас находимся, вообще живем в такое время, когда люди воюют роботами и вообще сверхинтеллектом. У нас ни того, ни другого нет. У нас здесь хорошо обученные люди, которые, допустим, могут управлять армией, но, к сожалению, в этой войне очень многие нас предали. Вот у меня к вам вопрос. Как вы думаете, те офицеры, которые бросили своих солдат и убежали на поле боя, какое им нужно наказание, чтобы это было уроком других, чтобы никогда больше такого не повторялось? Потому что я тренер, и я отлично понимаю то, что я несу 150% ответственности за детей, да, которых я тренирую и потом вожу на соревнования. И если я их потом на соревнованиях бросаю и ухожу, я их предаю. Они остаются просто без всего. Вот это то же самое, то, что люди бросали своих солдат и убегали. Вот какое им нужно дать наказание, чтобы больше этого не повторялось, и что нужно сделать, чтобы это больше не повторялось? Спасибо. Ճիշտ է, բավականին խնդիրներ կային բանակում, որոնց մասին չէր խոսվում կամ որոնց մասին չենք ուզում խոսել,
Բայց գալով այդ դավաճանությանը, երբ որ դավաճանության բանն ենք բերում, ասպարեզ ապա սկսում հասարակությունը սկսում է պառակտվել ով էր դավաճան կամ ով էր ավելի դավաճան եւ այսպես շարունակ։ Ես ասում եմ այդ դիսկուրսից դուրս գանք, պատճառները հասկանանք։ Բայց պատերազմի ժամանակ նույնպես ցավոք սրտի բանակում շատ հրամանատարական պաշտոններ ուղղակի դարձել են ուղղակի պաշտոններ, ոչ թե զինվորական ծառայության հաստիկներ, սա էր ամբողջ խնդիրը։ Երբ որ մարդիկ հրամանատար դառնալով ոչ թե պատասխանատվություն են վերցնում, այլ գնում են, չգիտեմ ինչի, գնում են իրենց կյանքի բարելավման եւ այլն։ Եվ պատերազմի ժամանակ իրոք հենց գնդի հրամանատարներ պատերազմի սկզբից էլ ընթացքում էլ դասալքեցին, փախան եւ այսօր քրեական պատասխանատվության են ենթարկվում։ Ես կարծում եմ, որ քրեական պատասխանատվությունը քիչ է։ Այդ մարդիկ պետք է կյանքով հատուցեն, այսինքն պետք է, քանի որ մահապատիժ գոյություն չունի քրեական օրենսգրքում, այնուամենայնիվ իրենք պետք է սպանվեն։ Այդ տիպի դասալքությունները որևէ կերպ ներելի չեն։ Դա նաեւ պետք է դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր գնում են զինծառայության եւ ովքեր ստանձնում են հրամանատարական պաշտոններ հասկանալու համար, որ երբեք զորքը պետք չէ թողնել առանց հրամանատար եւ քաղաքչի։ Սա ամբողջովին ձեզ հետ համաձայն եմ եւ չեմ էլ ուզում դա քննարկել։ Մարդիկ արժանի են մահվան, ոչ մի։ Спасибо большое. Так, следующий вопрос, пожалуйста, Гамлет. Гамлет, ваш микрофон открыт. Я открыл, я здесь. Բարերեկո, Այգյան։ Իմ հարցը շատ կարճ է։ Գտնվելով Արցախում, պաշտոնի, խնդրում եմ մի հատ ինձ պատասխանեք։ Արցախը ապագա ունի, ոնց ու ում հետ։ Շնորհակալ եմ։ Արցախը իհարկե ապագա ունի, քանի դեռ այստեղ հայեր են ապրում եւ ամբողջ հայության, աշխարհի ամբողջ հայության գլխավոր խնդիրը պետք է լինի, որ Արցախում հնարավորինս շատ հայեր ապրեն։ Այս պահին Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխավորը, համար մեկ երաշխավորը ռուսական խաղաղապահ առաքելությունն է, ինչի շնորհիվ այստեղ հայեր են ապրում եւ երկրորդը իհարկե պաշտպանության բանակն է, որը չնայած բավականին հյուծված, քայքայված, պարտված, բայց այնուամենայնիվ գոյություն ունի, այս պահին վերակազմավորվում է հիմնականում պայմանագրային զինծառայողներով եւ կատարում է ծառայություն, այդ թվում մարտական հերթապահություն տարբեր հատվածներում։ Հետևաբար ապագան նախ եւ առաջ ոտի կանգնելը պետք է լինի եւ այնուհետեւ հարմար առիթը աշխարհաքաղաքական, չգիտեմ ինչ եւ այլն օգտագործելը եւ Հայաստանի հետ հնարավորինս լայն կապ ապահովելը, ցամաքային կապի մասին է խոսքը, նախ եւ առաջ այդպեսին համարում եմ Խարվաճարի շրջանը եւ Քաշաթաղի հյուսիսը։ Սա պետք է լինի այն նվազագույնը, որ առաջիկա տարիներին մեր աչքի տակ պետք է ունենանք եւ դրանով առաջնորդվենք։ Ապագան միայն այդպես կարող է լինել, այսինքն մենք պետք է ձգտենք, եթե վերականգնելու, եթե ոչ 12000 քառակուսի կիլոմետրը, որ կորցրել են, ապա գոնե 5000-ի կարգի, այսինքն լղիմը եւ որոշակի շրջաններ, որոնք Հայաստանին հետ ավելի ամուր կապ են ենթադրում։ Спасибо большое. Артем, пожалуйста. Ребят, я хочу вас всех попросить перейти на главную страницу Armenian Life. Там у нас проводится сбор. Мы хотим помочь нашему герою Сурену Маргаряну. Он 97-го года рождения. У него страшные ожоги. Скоро у него будет операция. Мы проводим сбор для помощи его семьи. Их 7 детей в семье. Вот, так как Сурен был
Сурен еще и один его брат, они постарше, они как бы были кормильцами, а сейчас они очень в трудной ситуации. Я хочу, чтобы никто не оставался равнодушным, и каждый, кто чем может, по возможности помог бы этой семье, этой достойнейшей семье. Спасибо, ребят. Спасибо, Артем. Артур, пожалуйста, продолжите. Ահա։ Նորից բարև ձեզ, պարոն Խանոմյան, շնորհակալություն հրավերքը ընդունելու համար։ Ունեմ երկու հարց, մեկին պատասխանեք, մյուսը կտամ ոնց եք մտածում, որ ժամանակում կհաջողվի վերակառուցել տներ, որպեսզի այն մարդիկ, որ մնացել են անօթևան, շուտապույտ վերադառնան Արցախ իրենց կյանքը շարունակելու համար։ Կառավարության ծրագրով դա տևելու է 3 տարի։ 3 տարվա ընթացքում ենթադրվում է, որ մեր մոտավորապես 40,000 առանց օթևան մնացած բնակիչների համար տները կառուցված կլինեն։ Հիմա նաև ժամանակավորապես լուծումներ են գտնում հին բնակ ֆոնդի նորոգում, տարբեր գյուղերում մարդկանց տեղավորում միջևը, բայց պետք է նշենք, որ այդ 40,000-ից 25,000-ը առնվազն գտնվում են դեռևս Արցախի սահմաններից դուրս։ Շնորհակալություն, պարոն Խանոմյան, երկրորդ հարցս կապված է Արցախի էկոնոմիկ իրավիճակի հետ, բնական է, որ էկոնոմիկան հիմա այդքան էլ լավ վիճակում չի, ինչ եք մտածում կհաջողվի մոտակա ժամանակներս վերականգնել։ Լուրջ խնդիրների առջև են կանգնած, քանի որ մեր գյուղատնտեսական հողերի 80%-ից ավելին կորցրել են, հատկապես գյուղատնտեսությունը կարևոր դեր էր կատարում, կորցրել ենք էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների հեկերի մեծ մասը, 60%-ից ավելին, եւ էներգետիկ խնդիրների առջև նույնպես կանգնելու են։ Դրա համար, եթե այն ժամանակ ունեինք լայն հողատարածքներ, հսկայական հողատարածքներ, հսկայական հնարավորություններ եւ ավելի շատ էքստենսիվ զարգացում էր գնում տնտեսության, ապա այժմ պետք է մտածենք ավելի ինտենսիվ, ավելի ինովացիոն մոտեցումների մասին եւ հույս ունեմ, որ այս ստեղծված ծանր վիճակը մեր միտքը ավելի ստեղծագործ կդարձնի եւ ավելի հետաքրքիր լուծումներ կստիպի ավելի հետաքրքիր լուծումների գնալ, որը նաեւ տնտեսական առումով որոշակի անկախություն կբերի Արցախին։ Շնորհակալություն։ Спасибо большое. Так, продолжает Анжела. Пожалуйста, вам слово. Բարի երեկո ձեզ, տենց հարց եմ ուզում տամ, մեր զինվորների սմարթֆոն հեռախոսների մասին, որ դիրքերում, զորամասերում ոչ մի բան չնկարվի ու չգծվի սոց ցանցերը, ոնց եք դուք նայում դրան։ Շնորհակալություն։ Նորմալ եմ նայում, կարծում եմ բանակի հրամանատարությունը պետք է այդ ամենին հետևի։ Ճիշտն ասած, ես կոմպետենտ չեմ այդ հարցին ավելի մանրամասն պատասխանելու համար, բայց կարծում եմ համապատասխան ցուցումները, հրահանգները, լուծումները պետք է հրամանատարության կողմից։ Спасибо большое. Кандализа, пожалуйста. Спасибо большое. Такой вопрос. Насколько хорошо была организована мобилизация и какие ошибки мы допустили в этом вопросе? Դա նույնպես դժվարանում եմ ասել, ես Արցախում եմ առաջին օրը հենց հայտարարվեց մոբիլիզացիա, մարդկանց տեղեկացվեց, մարդիկ ներկայացան զինկոմիսարիատներ, ես չգիտեմ հետագայում այդ մոբիլիզացված զինվորները
ինչպես օգտագործվեցին, ինչ կատարվեց, ոնց կատարվեց։ Հայաստանի մոբիլիզացիայից տեղյակ չեմ, բայց կարծում եմ, որ մենք պահեստազորի կազմակերպման խնդիրներ նույնպես ունենք, եւ հիմա ակտիվորեն մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով, քանի որ մեր նախարարությունը պատասխանատու է տարածքային կառավարման հետ կապված, աշխատում ենք, որպեսզի տարբեր համայնքներում եւ այլում այդ գործընթացը ավելի կազմակերպված լինի, բայց ինչքան ես նայում եմ մեր պատերազմի ժամանակ Արցախի համայնքների կազմակերպվածությունը բավականին բարձր է եղել, հատկապես փոքր համայնքները գրեթե 100%-ով պահեստազորի իրենց պլանը կատարել են, հիմնականում խնդիրներ եղել են մեծ համայնքներում կապված իրենց մեծության հետ։ Խնդիրը ոչ միայն մարդկանց հավաքելն է, այլ նաև մարդկանց ճիշտ օգտագործելը, որովհետև տարբեր խմբեր կազմակերպված Հայաստանից էլ կային, մարդկանց զինկոմիսարիատները հավաքում էին, ավտոբուսներով ուղարկում էին Արցախ, բայց այդ մարդկանց կիրառման դաշտը ճիշտ չէր գտնվում։ Եվ այս պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ հենց դա էր, որ պետք է մարդուն ճիշտ օգտագործել, եւ շատ մարդիկ հաճախ լինում էին գլխավոր թիրախը, եւ մեծ ավտոշարասյուններով, ավտոբուսներով, մեծ մեքենաներով շարժվող զինվորները դառնում են գլխավոր թիրախը անօդաչու թռչող սարքերի եւ այլն։ Հետեւաբար ոչ միայն շատ մարդ պետք է հավաքել, այլ մարդկանց նաև ճիշտ ուղղորդել, ճիշտ բան անել։ Պատերազմը ցույց տվեց, որ այո, պահեստազորը հավաքվել է, բայց պահեստազորի ներդաշնակումը զորքի հետ կամ պահեստազորի կիրառումը պատերազմում այնքան էլ լավ չի ստացվել, ինչը նաև հակառակ արդյունքների է բերել։ Շնորհակալ եմ։ Спасибо большое. Слово передается Севаде. Севада, пожалуйста. Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեզ տեսնել, պարոն Հայկ Խանոմյան։ Ուզում եմ 3 հարց տալ կապված մեր Արցախի հետ։ Ինչ քայլեր եք նախատեսում անել կամ անհրաժեշտ համարում անել դեմոգրաֆիկ խնդիրը լուծելու համար, եւ արդյոք չեք գտնում, որ ճիշտ ժամանակն է ազգ բանակ կոնցեպտը իրականություն դարձնելու, այդ թվում նաև կանանց զինվորական պատրաստության համար եւ զինծառայության համար, եւ արդյոք ժամանակը չէ զենքի ազատ վաճառքի եւ կրման հնարավորությունները ընձեռնելու համար։ Շնորհակալություն։ Դեմոգրաֆիկ խնդիրներ լուծելու առաջին խոչընդոտը բնակֆոնդի քրոնիկ պակասն է։ Այս պահին էլ բազմաթիվ հազարավոր ընտանիքներ կան, որոնք ցանկանում են տեղահանված լինեն, թե Հայաստանից, որոնք ցանկանում են Արցախ տեղափոխվել, դա կապված է տարբեր հանգամանքների հետ, նախ այստեղ այս պահին աշխատուժի մեծ կարիք կա, թե շինարարության մեջ, թե բանակային ծառայության, եւ այստեղ աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան Հայաստանում, եւ հետեւաբար մեծ հոսք կա, ուղղակի բնակֆոնդ չկա։ Հնարավորինս արագ պետք է բնակֆոնդ ձևավորենք եւ փորձենք ուժեղացնել մեր համայնքները, այս դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնենք նաեւ համաչափ զարգացմանը, որպեսզի հիմնականում մարդկանց կուտակումը չլինի Ստեփանակերտում, այս շրջանները նույնպես զարգանան։ Պատերազմից հետո 55,000-ից Ստեփանակերտը դարձել է 75,000-ից, այսինքն 20,000-ով ավելացել Ստեփանակերտի բնակչությունը, ինչը խնդիրներ է ստեղծում Ստեփանակերտի համար։ Երկրորդը ազգ բանակի հետ կապված, այո, կոնցեպտը պետք է իրականացվի, չգիտեմ կանանց մասնակցությամբ, թե առանց կանանց մասնակցության, բայց ամենայն դեպս ակտիվ պահեստազոր մենք պետք է ունենանք եւ համայնքներում միգուցե կանայք նաեւ ներառված լինեն տարբեր պաշտպանության ոլորտում տարբեր
խնդիրների լուծմանը, որը բոլորովին էլ չի ենթադրում, ասենք, զենքի իմացություն կամ կարող է չենթադրել զենքի իմացություն։ Եվ երրորդը զենքի ազատ վաճառք, կարծում եմ ոչ թե զենքի ազատ վաճառք, այլ ուղղակի նա ով զենք օգտագործել գիտի, պետք է ուղղակի զենք տրամադրվի Արցախում, հատկապես ծայրամասային գյուղերում։ Մենք սպասում ենք ազգային ժողովի կողմից զենքի մասին օրենքի փոփոխությանը, որպեսզի այս դրույթը կիրառելի դառնա։ Իհարկե, կարծում եմ, որ արցախցին պետք է զինված լինի։ Հոկտեմբերի 14-ին ես գնացի դեպի Խաչաբերդի հին թաղերի ուղղություն, այնտեղ տարբեր գյուղերից բնակիչներ կային եւ 30 հոգուն 4 զենք էր բաժին հասնում այդ պահին, ինչեւ շատ արագորեն լուծեցինք զենքի խնդիրը, բայց իհարկե կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր զենք կրել գիտեն, պետք է զենք ունենան։ Спасибо большое. Слово передается Карену. Карен, пожалуйста. Բարևձեզ բոլորին, բարևձեզ պարոն Խանոյան։ Երկու հատ հարց կա։ Ոտ ինչ կարծիք եք, մենք ռուսական խաղապահների ներկայությանը մենք կարանք 100% սուվերեն լինենք, որ թուրքերը նորից չեն հարձակվի։ Էդի մեկ, երկրորդ հարցս մեկից տամ էլի։ Ես հիշում եմ, որ այդ պատերազմի ժամանակ նախագահ Արայիկ Հարությունյանը ասաց, որ ինչ որ չինովնիկներ, ինչ որ մարդիկ թողե փախել են Ղարաբաղից, Արցախից։ Ու մի հատ հարց, այդ մարդիկ նույն օգնությունը ստանում են պետությունից, ինչ որ մնացել էր իր աստղները պաշտպանելու համար։ Առաջին հարցը ռուս խաղապահների վերաբերյալ։ Ադրբեջանը այսօր ակտիվ քայլեր է կատարում համոզելու Ռուսաստանին կամ ինչ-որ ձևով պարտադրելու, որպեսզի 4 տարի հետո Ռուսաստանը հեռանա այստեղից։ Արդյոք ռուսների արկայության պայմաններում կհարձակվեն թե չէ, չգիտեմ, տարբեր սադրանքներ կարող են լինել, բայց կարծում եմ այս ընթացքը մենք պետք է օգտագործենք արագորեն վերականգնելու համար, քանզի կարող է հենց այդ 4 տարի հետոն էլ լինել այն հնարավորությունը, որը մեզ ավելի հնարավորություն կտա ավելի նպաստավոր դիրքեր ունենալ Արցախում ու Արցախի շուրջ։ Ինչ վերաբերում է լքած պաշտոնյաներին կամ ընդհանրապես դասալիքներին, ոչ, տարբեր աջակցության ծրագրերից իրենք չեն օգտվում, օրինակ հիմա տարբեր վարկային արտոնություններ կա, պետությունը վերցնում է մարդկանց վարկերը, որոնք պատերազմի ընթացքում կորուստներ են ունեցել կամ ընդհանրապես պատերազմի ժամանակ Արցախում են եղել, բացառությամբ դասալիքների եւ նրանց ընտանիքների եւ նրանց հարազատների ունեցած վարկերի։ Հետևաբար աջակցության տարբեր ծրագրերից դասալիքները չեն։ Շնորհակալություն շատ։ Так, спасибо. Следующий вопрос я бы хотела сама задать. В одном из своих интервью вы сказали, что армянская сторона, несмотря на значительное превосходство сил врага, могла бы выиграть войну, если бы сработала система эффективного управления государством. Что вы имеете в виду? Какие шаги нужны для этого? Спасибо. Ես իմ խոսքում արդեն նշեցի, օրինակ ենթադրենք Հադրութի 12000 բնակչություն ունեցող շրջանի փոխարեն ունենայինք, ասենք 20000, 21000, ինչպես Մարտունիներ, կամ կարողանայինք, երբ որ առաջնագիծը ճեղքվել էր արդեն, կարողանայինք թիկունքում կազմակերպել երկրորդ գիծ նոր բնակիչի դուրս գալ, կամ կարողանայինք արագորեն թիկունք տեղափոխել հայաստանյան ստորաբաժանումներ, զորամիավորումներ եւ այլն։ Կարծում եմ մեր այսինքն այդ պատերազմի նոր ձևի պատերազմը կազմալուծեց ոչ միայն բանակի կառավարումը, կազմալուծեց նաեւ պետական կառավարումը, երբ որ
երկրի նախագահը ըստերից այնտեղ էր վազում, գնում էր այս, չգիտեմ, եղնիկներում վիճակը վատացել է գնում այնտեղ, հադրութում վիճակը վատացել է գնում այնտեղ, խնդրում որ կանգնեն, հետ գնան կռվեն, այդպես չի եղել, կարծում եմ նորմալ երկրում, երբ որ ամեն ինչ կազմալուծված չի, ուղղակի երկրի նախագահը նստում է բունկերում ու կառավարում է երկիրը, ոչ թե մի թեժկետից մյուս թեժկետն է վազվզում։ Կարծում եմ սա է գլխավոր մեսիջը այդ ամեն ինչի։ Դուք շատերդ ինչ շնորհակալություն հայտնեցիք Խաչաբերդում լինելու համար, ես կարծում եմ, որ դա առանձնահատուկ բան չէր։ Ես պատգամավոր էի եղել մինչև այդ, մայիսին էր իմ մանդատը վերջացել, ես այդ գյուղերում շրջել էի որպես նախագահի թեկնածու, որպես պատգամավորի թեկնածու, այդ մարդիկ ինձ ճանաչում էին եւ երբ որ հադրութը ընկավ, ես կարծում եմ, որ ինչ որտեղ պետք է փորձեմ օգտակար լինել եւ ես գնացի այդ ուղղությամբ մի քանի գյուղերի գյուղացիների կազմակերպելու, միասին այդ ամեն ինչ անելու։ Բայց ես կարծում եմ, որ դա սովորական երևույթ է, ցանկացած մեծ գյուղի գյուղապետ, ցանկացած պատգամավոր, ցանկացած նախկին բարձրաստիճան պաշտոնյա, որ այդ գյուղերից է, ինքը պետք է իր տարածքում այդ ամեն ինչը կատարել, որովհետև պատերազմի ժամանակ շատ համակարգեր կազմալուծվում են եւ այստեղ կարեւոր է որպեսզի որոշակի վստահություն ունեցող, որոշակի հեղինակություն ունեցող մարդ փորձի իր շուրջը համախմբել եւ վերականգնել այդ համակարգերը։ Քանի որ այդ նույն մարդիկ նաեւ ունեն ծանոթություններ, կարողանում են արագ կազմակերպել զենքի տեղափոխությունը, սննդի հարցը, ուղղակի կազմակերպել մարդկանց, կապ հաստատել բանակի հրամանատարության հետ եւ այլն, այդ մարդիկ կարևոր նշանակություն են ունենում եւ հետեւաբար կարծում եմ, որ սա ցանկացած պաշտոնյայի, նախկին պաշտոնյայի, ընդհանրապես որևէ գյուղում, զորակում, ենթաշրջանում հեղինակություն ունեցող մարդու պարտավորությունն էր այդ ամեն ինչը կազմակերպել։ Благодарю. Уильям, пожалуйста, ваш вопрос. Парон Ханумян, во-первых, хочу поблагодарить за два вопроса, на которые я получил ответы до этого. У меня, к сожалению, не получилось выразить благодарность вам. И хочу задать еще два коротких вопроса. Первое. Хотелось бы услышать ваше мнение по поводу того, почему Армения не признает Арцах. И второй вопрос. Арцах и Армения, или отдельно Арцах, или отдельно Армения, готовятся к следующей войне. Не к обороне, а именно к нападению в дальнейшем. Не обязательно сегодня, завтра, а может быть это через 5 лет, может быть через 6, через 10. В целом есть стратегические планы на то, чтобы вернуть территории, а не просто находиться вот в таком положении. Спасибо. Շնորհակալություն, առաջին հարցի պատասխանը ես չգիտեմ ինչու Հայաստանը չի ճանաչում Արցախը, ինչու նախկինում չէր ճանաչում, երբ որ ավելի նպաստավոր են պայմանները, ինչու չի հիմա ճանաչում, ինչու պատերազմը սկսելու պահին չճանաչեց եւ այլն։ Ես իրոք չգիտեմ այդ հարցերի պատասխանը, կարծում եմ Հայաստանում էլ շատ չգիտեմ այդ հարցի պատասխանը։ Երկրորդ հարցի պատասխանը բնականաբար առանց գլխավոր խնդիրը այս պահին վերականգնվելն է մարդկային, նյութական, տեխնիկական առումով, բայց առանց հաղթանակի մասին մտածելու, կարծում եմ այստեղ ապրել իզուր է, որովհետև միայն նոր պատերազմի դեպքում հաղթանակ տանել, թեկուզ փոքր հաղթանակ, ենթադրենք միայն Քարվաճառի կամ Քաշաթաղի հյուսիսի ազատագրման պարագայում, նույնիսկ առանց Շուշիի, նույնիսկ առանց Հադրութի, նույնիսկ այդ տիպի փոքրիկ հաղթանակները աչքի առաջ ունենալով պետք է գնալ քայլերի, որովհետև պետք է անել ամեն ինչ, որ Արցախը լուրջ թիկունք ունենա եւ թիկունքը ապահովված լինի դեմս Հայաստանի, այսինքն ցամաքային կապը լինի ամուր, ոչ թե միջանցքի տեսքով։ Ինչպես տեսնում եք, այդ ցամաքային կապի բացակայությունը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանի համար, անվտանգության համար, Գեղարքունիքի մարզում, Շինիկի մարզում, ամեն օր ականատես եք լինում
տարբեր միջադեպերի, դրանք փաստորեն Արցախի հանրապետության այն տարածքներն են, որոնք այսօր գրավել են թշնամու կողմից։ Եվ բնականաբար ոչ միայն Արցախի ու Հայաստանի իշխանությունների, այլ ամբողջ հայության ստրատեգիական կամ նույնիսկ ոչ թե ստրատեգիական, կարճաժամկետ, միջնաժամկետ նպատակը պետք է լինի այդ տարածքների վերականգնում։ Այլ ճանապարհ մենք չունենք, որովհետև թշնամին ակնհայտ ու բացահայտ է հայտարարում իր պլանների մասին, հայտարարում է իր տարածքային հավակնությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, Ալիևը ասում է, որ Արցախում 25,000 մարդ է ապրում, իրականում դա այն նպատակն է, որ ինքը դրել է, որպեսզի տարբեր ճնշումների միջոցով հասնի նրան, որ ժողովրդի ստեղ թողնեն դուրս գան ու մնա մի 25,000 մարդ, որոնց կարող է ինքը հայտարարել, որ չգիտեմ, ազգային փոքրամասնություններին հատուկ արտոնություններ կտա եւ փակի ընդհանրապես Ղարաբաղի էջը։ Այսօր 125,000-ից ավելի մարդ ապրում է այստեղ, հիմնականում մեր տվյալները շատ ավելի ճշգրիտ են, որովհետև համայնքներից հատիկ տվյալներ ենք ստանում եւ կարծում եմ այս թիվը միայն պետք է բարձրացնենք։ Այլ ճանապարհը տանում է բոլորովին ուրիշ ուղղությամբ, այդ թվում պետականության կորստի ուղղությամբ։ Հետևաբար հայությունը իր գլխավոր նպատակը պետք է համարի Արցախում հնարավորինս շատ հայ պահելը, վերականգնելը թե բանակի, թե պետության, թե երկրի, որպեսզի կարողանանք հնարավոր հարմար առիթ օգտագործել իմ նշած հաղթանակի համար, թեկուզ փոքր հաղթանակի։ Спасибо, господин Ханумян. Еще один маленький корректировочный вопрос к моему первому вопросу по поводу признания. Сам Арцах, сами власти Арцаха, кто во главе, тот же Арай Каратунян или до этого люди, они требовали от Армении признания Арцаха? Если да, какой они ответ получали? Если нет, то почему не требовали признать Арцах? Ես երբ որ падգամավոր է 16 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, այդ պահանջները կար նաև մեր հայաստանյան գործընկերներին եւ Հայաստանում անընդհատ խորհրդանում հիշում եք, այդպիսի բանաձևեր բերում էին, հետո հանում էին, հետո հայտարարում են, որ պատերազմի դեպքում կճանաչեն Արցախը, բայց այդպես էլ այդ ճանաչումը տեղի չունեցավ եւ չգիտեմ, ես դժվարանում եմ ասել այդ տիպի պահանջ այս պահին դրվում է թե չէ, երևի չգիտեմ, տրամաբանական է թվում կամ միգուցե ես պատերազմի սկզբին իշխանության մեջ չէի, ոչ էլ ընդհանրապես որևէ պաշտոն է զբաղեցնում, որ կարողանամ պատասխանել արդյոք գոնե այդ ժամանակահատվածում դրվել է այդ խնդիրը թե չէ, բայց կարծում եմ ամեն ինչ այնքան արագ է զարգանում այդ պահին, որ բոլորը պատերազմի հետևանքների մասին են մտածում եւ ոչ մեկը քաղաքական այդ կարևոր հարցերով չէր զբաղվում։ Спасибо, господин Ханумян. Я хочу вам сказать большое спасибо. Это, наверное, редкий. У нас было много разных и очень много интересных гостей. Но, наверное, для себя я получил, наверное, одни из самых четких ответов на свои вопросы. Большое вам спасибо. Надеюсь, вы еще придете к нам, и мы еще раз сможем с вами пообщаться. Удачи вам в дальнейших ваших делах. И чем мы сможем, как Спюрк, будем стараться помогать нашей Родине. Շնորհակալ եմ, կապի մեջ կլինենք։ Есть еще время на один вопрос или нет, господин министр? Համեցեք իհարկե։ Да, Лариса, Кандализа, пожалуйста, ваш вопрос. Спасибо большое. У меня опять таки вопрос по поводу Арцаха. Вот если независимость Арцаха будет признана мировым сообществом, как вы себе представляете возвращение территорий, входящих в состав Арцаха, то есть незаконно сданных и оккупированных Азербайджаном, имеется в виду Шуши, Гадрут и другие территории, которые ранее входили в состав Арцаха? Գիտեք, ընդհանրապես հակամարտության մասին խոսելիս եւ հարցի կարգավորման մասին խոսելիս, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թե միջազգային այլ դերակատարներ խոսում են
նախկին լղիմի սահմանների մասին ներառյալ միջանցք, այսինքն Շուշին եւ Հադրութը եւ կորցրած այլ մասեր Ասկերանի Մարտունու շրջանի գյուղեր ներառյալ գումարած միջանցքը։ Այսինքն տարիներ շարունակ մոտավորապես այդպես 5000 քառակուսի կիլոմետր հատված, 4400 քառակուսի կիլոմետրը դա լղիմի հատվածն էր եւ միջանցքի հատվածը նմանապես դրված էր սեղանին եւ տարբեր փաստաթղթերում, այդ թվում մադրիդյան փաստաթղթում, մադրիդյան սկզբունքներում հստակ նշվում էր, որ այդ միջանցքի կարգավիճակը չպետք է այլ լինի, քան բուն Ղարաբաղի կարգավիճակ, այսինքն դա Ղարաբաղի մաս պետք է լիներ։ Հետևաբար նույն միջազգային հանրությունը, այսպես ասեմ, մինիմում 4800-5000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ է պատկերացնում ճանաչման դեպքում, հարցի կարգավորման դեպքում։ Մեր մինիմալ ծրագիրը նույնպես հենց դա պետք է լինի։ Այս պահին Արցախի տարածքը 3000 քառակուսի կիլոմետր։ Ամբողջովին կորցրել ենք Հադրութի շրջանը, Շուշի շրջանից կորցրել ենք Շուշի քաղաքը եւ Քարինտակը, Շուշի շրջանից դեռևս Շուշի շրջանից Արցախյանության տարածքում այժմ Լիսագոր, Մեջշեն, Հինշեն եւ Եղցահող գյուղերն են, այսինքն 4 գյուղ Շուշի շրջանից մնում են մեր հսկողության ներքո, մեր տարածքում եւ կորցրել ենք Ասկերանի մի քանի գյուղեր եւ Մարտունու շրջանի եւս 2-3 գյուղ։ Շնորհակալություն, պարոն Խանոմյան։ Спасибо большое. И, наверное, заключительный вопрос. Анна, пожалуйста, ваш вопрос. Здравствуйте, у меня к вам два вопроса. Первый. Слышали ли вы о заявлении партии 5165 о том, что будут устраиваться акции протеста, так как власти Армении никак не реагируют на агрессию со стороны Азербайджана? Как вы относитесь к данному заявлению? Это первый вопрос. А второй я задам после того, как услышу ответ на первый. Ճիշտ ասած, չգիտեմ ինչ պատասխանեմ, քաղաքական ուժերը տարբեր տեսակետներ կարող են ունենալ, այդ թվում նաև հայտարարություններ եւ ակցիաներ, ինչը նորմալ եմ գնահատում, որևէ ինչ որ բան դրա մեջ չեմ տեսնում, քաղաքական ուժեր են, ամեն մեկը իր մեթոդը ունի իշխանություններին ստիպելու ինչ որ կարևոր հարցի շուրջ համապատասխան որոշում ընդունել կամ ցանկալի որոշում ընդունել։ Спасибо. И второй вопрос. В Арцахе появились неполадки связи. В ходе расследования было выявлено, что это дело рук врага. Как можно устранить данную проблему и обезопасить мирных жителей от агрессии военных Азербайджана? Այդ ուղղությամբ աշխատում ենք, ռադիո հաճախականությունների խլացում է տեղի ունենում եւ կամ պետք է ռուսների միջոցով բանակցենք, որպեսզի տարբեր դիապազոններ օգտագործենք, կամ պետք է մտնենք ռեսուրսների պատերազմի մեջ, այսինքն մենք էլ փորձենք նոր տեխնիկա բերել, իրենց կապերը խլացնել, բայց այստեղ իրենք շահող դիրքում են, քանի որ այդ խլացումը տեղի ունեն Շուշիից, Շուշիում իրենք այս բան բնակություն չունեն, իսկ մենք բնակություն այստեղ ունենք, հետեւաբար հետևանքները մեզ համար ավելի կարևոր են, բայց կփորձենք որոշակի գաղափարներ կան եւ այս տարի բյուջեով մեծ գումարներ ենք նախատեսում կապի ոլորտը վերակազմակերպելու համար, դեռ փակագծերը չբացեմ, բայց ինչպես տեսնում եք, ես ձեզ հետ Ստեփանակերտից անխափան կապով խոսում եմ, ինտերնետ կապով, հետեւաբար կփորձենք որոշակի լուծումներ տալ, այդ թվում ռեզերվային լուծումներ, որպես այս խնդիրները չլինեն։ Спасибо большое. Պարոն Խանոմյան, այսքանով թույլ տվեք ամփոփել մեր այսօրվա հանդիպումը։ Հուսով ենք կրկին կհանդիպենք։ Մեր խորին շնորհակալությունը ձեզ եւ բարեմաղթանքները ձեր հետագա նախագծերի իրականացման մեջ։ Շնորհակալություն, ցտեսություն։ Շնորհակալ եմ, լավ մնացեք։